Միացյալ Նահանգները Գերմանիայից դուրս կբերի մոտ 5000 զինվորական։ Այս մասին հայտնել են CBS News-ը, Reuters-ը եւ Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրճատել Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմական զորակազմը։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելի խոսքով որոշումը կայացվել է Եվրոպայում գերատեսչության ուժերի տեղակայման համապարփակ վերանայումից եւ գործողությունների թատերաբեմի պահանջները հաշվի առնելուց հետո, նշել է լրագրողը, ամերիկյան զորքերի Գերմանիայից դուրս բերումը ենթադրաբար կտևի 6 ամսից մինչև 1 տարի։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ըստ երևույթին հրաժարվել է Միացյալ Նահանգներին համոզելու փորձերից, շարունակելու երկրի արևելքում հակամարտության շուրջ երկխոսությունը եւ այժմ մշակում է բանակցություններ վարելու ռազմավարություն առանց Վաշինգտոնի օգնության։ Զելենսկին այժմ Թուրքիան դիտարկում է որպես Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների հիմնական վայր։ Ավելի վաղ հաղորդվել էր, ամերիկացի պաշտոնյաները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է Սպիտակ տանը բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ամերիկացի բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու եւս մեկ առաջարկ, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ, հայտնում է հրատարակությունը։ Թերթի տվյալներով Թեհրանը առաջարկում է քննարկել Հորմուզի նեղուցի բացման իր պայմանները, եթե ԱՄՆ-ն երաշխավորի հարձակումների դադարեցումը եւ իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը։ Առաջարկը նախատեսում է նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի քննարկում, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները զորավարժությունների ժամանակ մշակում են Կալինինգրադի մարզը մեկուսացնելու սցենարներ։ Դիվանագետի խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը զգալիորեն ակտիվացրել են Բալթյան տարածաշրջանում լոգիստիկ երթուղիների վրա վերահսկողություն հաստատելու իրենց ջանքերը, ձեռնարկելով մի շարք քայլեր Կալինինգրադի մարզի հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու եւ պայմաններ ստեղծելով տարածաշրջանը մեկուսացնելու համար, եթե Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև լարվածությունը շարունակի սրվել։ Վերջինս նշել է, որ նման սցենարներ են մշակում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։ Եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեն, Ռուսաստանը հնարավորություն կունենա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա մինչև 2039 թվականը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կասպարս Պուդանսը։ Հետևաբար ամենահավանական սցենարը մեր արևելյան սահմաններին ուժերի վերատեղակայումն է։ Եթե ես Կրեմլում լինեի, կասեի, որ իմ հնարավորությունների պատուհանը 2027-2029 թվականներն են։ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ, որովհետև 2030 թվականից հետո այս պատուհանը կարող է փակվել, չնայած Ռուսաստանը կուժեղանա, նույնը վերաբերում է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, հայտարարել է Պուդանսը։ Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ներխուժել Կուբա, չբացառելով, որ Աբրահամ Լինքոլն ավիակիրը կուղարկվի երկրի ափեր։ Մենք կուղարկենք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է Աբրահամ Լինքոլնը։ Այն կմոտենա եւ կկանգնի ափից մոտ 91 մետր հեռավորության վրա։ Ապա նրանք կասեն. «Շնորհակալություն, մենք հանձնվում ենք», ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի վարչակազմի եւ նրա եվրոպացի դաշնակիցների միջև տարաձայնությունները սկսվում են անհաշ թվալ, ընդգծել է թերթը։ Պոլիտիկոյի տվյալներով ամերիկացի առաջնորդի քննադատությունը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին, այդ երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու ծրագրերը եւ ապրիլի 29-ին Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը ցույց են տալիս, որ նա ներկայումս ավելի շատ հետաքրքրված է Եվրոպային դատապարտելով եւ հնարավոր է նույնիսկ պատժելով, քան նրա հետ համագործակցելով։ Ֆինլանդիայում Ռուսաստանի տարածքին մոտ սկսվել են հյուսիսային հարված 26 հրետանային զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի կունենան Կուհմո մունիցիպալիտետի Վուոսանկա զորավարժարանում, որը գտնվում է սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆինլանդիայի ցամաքային ուժերի տվյալներով զորավարժություններին կմասնակցի 640 զինծառայող, նրանք կանցկացնեն հրետանային, ականանետային եւ մարտավարական կրակոցների վարժանքներ։ Մասնակցող տրանսպորտային միջոցների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 12-ը։
Մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալիք ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակը քննարկվեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը եւ կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտներում։ Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Այդ թվում Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ։ Արցախ միությունը ողջունել է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը եւ պատանդների ազատ արձակմանը։ Հայտարարության մեջ նշվում է. մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, գույքի եւ մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաեւ համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը։ Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին եւ միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել։ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների եւ պատանդների անարդարացի ազատազրկումը, պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատում։ Նկատի է առնում մինչեւ այժմ ձեռնարկված քայլերը եւ կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել։ Կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքները։ Արցախ միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի падգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում, նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում։ Շիրակի մարզպետարանից հայտարարություն են տարածել, որ մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով քաղաքայցելող բարձրաստիճան պաշտոնյաներով եւ մեծաթիվ հյուրերով պայմանավորված քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 2-ից մինչեւ 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի Խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։ Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները եւ շախմատիստուհիները 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ, այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն շախմատիստների առաջին հորիզոնականում Շանթ Սարգսյանն է 2644 միավորով, նրան հաջորդում է Հայկ Մարտիրոսյանը 2633 միավորով, երրորդ հորիզոնականում Արամ Հակոբյանն է 2635 միավորով։ Շախմատիստուհիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը 2390 միավորով, նրան հաջորդում է Լիլիթ Մկրտչյանը 2366 միավորով, երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը 2365 միավորով։ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊԱ-ականները կիրանցում էին Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցմանն էին մասնակցում։ Կիրանցում էին նաև բազմաթիվ նախարարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, վաղ առավոտից գյուղում իրականացվել են անվտանգության խիստ միջոցառումներ ոստիկանության եւ ՊՊԾ տասնյակ աշխատակիցների կողմից։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ոցումը համարել է շատ խորհրդանշական եւ կարեւոր քայլ։ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա եւ Կիրանցի բնականաբար սահմանազատված հատվածում եւ սա շատ խորհրդանշական եւ կարեւոր քայլ է եւ այս առիթով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որովհետեւ նրանց աշխատած եւ պետական բյուջե վճարած միջոցներից է, որ կառավարությունը հնարավորություն ունեցավ Իրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերականգնել։ Եկեղեցին օծված է։ Կիրանցում Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է նաև որպես ընդդիմադիր падգամավոր ազգային ժողովում հայտնված ապաճամբարափող եղած Գեգամ Նազարյանը։ Նա Փաշինյանին բարևելու համար շարք կանգնած ԿՊԱ-ականների շարքում էր։ Գեգամ Նազարյանը վիրավորել ու սպառնացել է իրեն հարց ուղղել փորձող լրագրողներին։ Վաճառքի եք հանել։ Դուք ով եք, որ ասեք ինչ-որ մեկին հավաքեն, թե չէ։ Չհասկացա։ Օգոստոսի 2-ից հետո
Ես ազատ մարդ եմ մնել, դու բանտում չթեգու ես։ Ինչ եմ բունել։ Բանտում։ Բոլորը գիտեն, որ դու անբարոյականություն ես եկել։ Սուրբ տեղը խես եք Սուրբ անբարոյականություն։ տեղը ձեր նմանը չպիտի գա։ Սուրբ տեղը ձեր նմանը Դու ինձ չպիտի հունի գա։ չես կարող անել։ Սիրելի ժողովուրդ, սա անբարոյական լրագրության հետ կապ չունեցող Չափավորեք, դուք է պատգամավոր եք կոչվում։ Այս ինչ վիճակ է։ այն լրագրության մակարդակն է։ Երկու Երկու սադրում է։ օրություններ եկել են սրբավայրը պղծում են։ Դուք ձեր Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հանրային ռադիոյի առանց տողատակի հաղորդմաշրջանակում նշել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պաշտպանն ընդգծել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ առանց որևէ դիմումի սեփական նախաձեռնությամբ եւ շարունակելու է բարձրաձայնել այն, օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը։ Եթե քաղաքացիների կարծիքով նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրեմ, որ դա անհնար է այլ պետության տարածքում, նշել է Անահիտ Մանասյանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում է տպագրվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեսաչափական նոր անձնագիրը։ Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է, թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը, իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է։ Նշել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները։ Նա նաև նշել է, որ վիզա էջերում նկարները պետք է զբաղեցնեն ազդագրի 1/3 մասը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։ Մենք ավարտել ենք 8 պատերազմ։ Ես կարծում եմ, որ սա պետք է լինի 9-րդը։ Հավատում եմ, որ մենք կհասնենք դրան, ասել է ամերիկացի առաջնորդը մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտությունը։ Վերջինս հրաժարվել է մանրամասներ հաղորդել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ամերիկյան զինվորականները իրանական նավ տեղափոխող տանկերները գրավելիս իրենց պահել են ծովահենների պես։ Մեկնաբանելով ԱՄՆ ուժերի կողմից երկու իրանական տանկերների՝ Majestic-ի եւ Tiffany արգրավումը, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխում են 3.8 միլիոն բարել նավթ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգրավել է նավերը եւ վերցրել բեռը։ Մենք վերցրել ենք նավթը, որը շատ շահավետ բիզնես է։ Ով կմտածեր դա։ Մենք վարվել ենք ծովահենների պես, ասել է նախագահը։ Մենք որոշ առումով ծովահեններ ենք։ Մենք խաղեր չենք խաղում, հավելել է Թրամփը։ ԱՄՆ վարչակազմի վերջին մի քանի օրերի գործողությունները հաստատում են նրա մտադրությունը չհամագործակցել, այլ դատապարտել եւ պատժել եվրոպական երկրներին, քանի որ ուշադրությունը ուկրաինական ճգնաժամից տեղափոխվում է Իրանի դեմ պատերազմի վրա, հաղորդում է Politico-ն։ Հրատարակության համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ մասամբ իր ուշադրությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից տեղափոխել է Իրանի դեմ ռազմական գործողության վրա։ Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի դժգոհությունը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետություններից Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում նրանց աջակցության բացակայության պատճառով դրան դրդում է նվազեցնել Վաշինգտոնից իրենց կախվածությունը։ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են մոտ ապագայում հարված հասցնել Իրանին։ Իմ մասնակցած որոշ ճեպազրույցներից, ինչպես նաև այլ աղբյուրներից ես այն տպավորությունն ունեմ, որ ռազմական հարվածը կարող է անխուսափելի լինել, ասել է սենատորը։ Նա սա գնահատել է որպես շատ մտահոգիչ, քանի որ այն կարող է վտանգել ամերիկացի որդիների եւ դուստրերի կյանքը եւ հանգեցնել զգալի մարդկային կորուստների։ Ես չեմ կարող ավելի կոնկրետ լինել, քանի որ ես այս ճեպազրույցներից առնվազն մեկը կամ ավելի ճիշտ մի քանիսն ունեցել եմ փակ դռների հետևում։ Ես հաստատ չեմ ասում, թե երբ դա կարող է տեղի ունենալ, բայց դա շատ հավանական տարբերակ է, որպես պոտենցիալ ծրագիր, ասել է Բլյումենտալը։ Ուկրաինային հրադադար պետք չէ, ինչը կարող է Ռուսաստանի կողմից մարտավարական խաբեություն լինել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Կիևը Մոսկվայից կամ Վաշինգտոնից հրադադարի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կողմ է հրադադարին։ Ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ հաստատել է հաղթանակի օրվա պատվին հրադադար հայտարարելու իր պատրաստակամությունը։ Ամերիկացի առաջնորդը աջակցել է նախաձեռնությանը, նշելով, որ տոնը խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված է եղել լսել դառը ճշմարտությունը։ Կիպրոսում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հաղորդում է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն Ուկրաինայի նախագահին տեղեկացրել են միությանը միանալու հեռանկարների մասին։ Զելենսկին ասել է. «Այս ուղին այնքան էլ հեշտ չի լինի, որքան նա կարծում էր»։ Միաժամանակ մի քանի պաշտոնյաներ բացատրել են, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից վերջերս առաջարկված Ուկրաինային Եվրամիության փուլ առ փուլ եւ խորհրդանշական առավելություններով միանալու վերաբերյալ կարող է նշանակել, որ հանրապետությանը լիիրավ անդամակցության հասնելու համար կարող է 10 տարի պահանջվել։ Իրանը երբեք չի մերժել բանակցությունները, բայց դրանք պետք է վարվեն ռացիոնալ կերպով։ Ցանկացած ճնշում անընդունելի է, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ ողջունել ենք բանակցությունները, բայց տրամաբանության եւ ռացիոնալ մոտեցման վրա հիմնված բանակցությունները։ Մենք չենք ընդունում ճնշում կամ պարտադրանք, հայտնել է պաշտոնյան։ Վերջինս նշել է. «Թշնամին, որը չի կարողացել հասնել իր որևէ նպատակի ագրեսիա եւ սպառնալիքների միջոցով, անշուշտ չի կարող պահանջներ պարտադրել կամ ներկայացնել բանակցությունների սեղանի շուրջ»։ Financial Times թերթը հաղորդում է. Ուկրաինայի կողմից Եվրամիության արագացված անդամակցության ձգտումը լարվածություն է առաջացնում եվրոպական երկրների հետ հարաբերություններում։ Հոդվածի համաձայն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու Եվրոպական միության վերաբերյալ ավելի ու ավելի հիասթափված եւ սկեպտիկ հայտարարությունները խաթարում են փոխզիջում գտնելու ջանքերը։ 7 աղբյուրների հղումով հրատարակությունը հաղորդում է. Ուկրաինացի պաշտոնյաները օգտագործել են իրենց եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ վերջին հանդիպումները, փորձելով առաջ մղել Ուկրաինայի Եվրոպական միության անդամակցության արագացված ժամանակացույցը, պնդելով, որ Բրյուսելը Կիևի կարիքն ունի նույնքան, որքան Ուկրաինան ցանկանում է միանալ Եվրոպական համայնքին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրույցի ընթացքում երկու կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը ընդգծել է Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Վերլուծաբանի խոսքով Ռուսաստանի ղեկավարը ցուցադրել է հետևողականություն եւ հաստատակամություն հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու հարցում, առանց որևէ զիջման գնալու։ Մերկուրիսը ընդգծել է, որ նման իրավիճակում շատ այլ համաշխարհային առաջնորդներ հավանաբար կդիմեն լուրջ զիջումների, մինչդեռ Պուտինը պահպանել է կոշտ դիրքորոշումը։ Ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ռազմական արտադրության ընդլայնումը, որի համար ԱՄՆ կառավարությունը վերջերս հայտարարել է խոշոր պատվերների մասին, կտևի տարիներ, քանի որ կապալառուները նախընտրում են սպասել երաշխավորված բյուջետային ֆինանսավորմանը, հաղորդել է New York Times-ը։ Մինչդեռ ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը հայտարարել է ավելի կարևոր զինամթերք եւ խափանող հրթիռներ արտադրելու հավակնոտ ծրագրերի մասին։ Այս ընդլայնված արտադրության մեծ մասը շահագործման չի հասնի մի քանի տարի, նշվում է հոդվածում։ Հեղինակները ընդգծել են, ԱՄՆ վարչակազմը դեռևս չի ապահովել կոնգրեսի հաստատումը հայտարարված գնումների ֆինանսավորման համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ զենքի պաշարները զգալիորեն կրճատվել են Ուկրաինա դրանց փոխանցման եւ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում դրանց ակտիվ օգտագործման պատճառով։ Այս ֆոնին Պենտագոնը ստիպված է առգրավել օտարերկրյա գնորդների համար պայմանագրերով արտադրված զենքերը սեփական օգտագործման նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Եգիպտոսի, Իրաքի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցների ընթացքում Արաղչին նրանց ներկայացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմն ու ագրեսիան դադարեցնելու վերաբերյալ վերջին նախաձեռնությունները։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց բացակայելու արգելքը փոխելու եւ գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանը Ռուզաննա Խաչատրյանին թույլ չի տվել բացակայել երկրից։ Սերյան Օհանյանի կնոջը մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23 ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցների կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը։ Մայիսի 5-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը կկազմակերպվի հեռավար ձևաչափով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, իսկ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար ըստ անհրաժեշտության։ Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ Wildberries ընկերությունը ներկայացնում է պարզաբանում։ Այս մասին ասված է Wildberries-ի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է. ընկերությունը գտնվում է գործընկերների հետ համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ եւ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ սպառողների հետ, որին մասնակցել է ավելի քան 50 ձեռնարկատեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները եւ շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։ Նաեւ նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները, նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն արկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը, ասված է հայտարարության մեջ։ Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Խոսքը Բագրատաշեն Սադախլու անցակետի մասին է։ Կուտակումները նկատվում են վաղ առավոտից։ Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է հերթի մեջ է, նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումների իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը։ Նրա խոսքով կուտակումները կապված են մայիսյան տոների հետ։ Այսօրվա եւ վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիմը բազմապատկվել է։ Բացի այդ իրավիճակի վրա ազդել է նաեւ վրացական անցակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից Գոգավան-Գուգութի անցակետով։ Բագրատաշեն Սադախլուի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիշիր Ղոլամին բացառիկ հարցազրույց է տվել Եվրամեդիա 24-ին։ Նա Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները որակել է արժեքավոր, որը պետք է արժևորել եւ պահպանել։ Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները ուրեմն վաղեմի են եւ շատ արժեքավոր հարաբերություններ են եւ դա պետք է մենք պահենք եւ պահպանենք այն։ Բնական է, որ ցանկացած երկիր իր հարևանից ակնկալում է, որ այս հարաբերությունները շատ խիստ պահպանվեն եւ արժևորվեն։ Եվ հարաբերություններում եւ Հայաստանը այդ ուղով է ուղղորդվելու եւ նույնպես Իրանը Հայաստանի նկատմամբ նույն կերպ է վարվելու։ Այն ագրեսիան, որը իրականացվեց Իրանի դեմ, որի արդյունքում նահատակվեց երկրի
ուրեմն հեղափոխության առաջնորդը եւ ինչպես նաեւ անմեղ մանուկներ դպրոցական աշակերտներ զոհվեցին, բնական է, որ ցանկացած աշխատանք, որը պետք է իրականացվի Իրանի շուրջ, նրան մտահոգվելու տեղիք կարող է տալ։ Բնականաբար, ուրեմն այն պատերազմը, որը սանձազերծվեց եւ պարտադրվեց Իրանի դեմ, Իրանի զգայունությունը բարձրացրել է Ամերիկայի նպատակների նկատմամբ։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ իր խորին երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանին 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունած բանաձևի համար, որում հստակորեն բարձրացվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային հոգևոր եւ պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Մենք հատկապես կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը իր բանաձևում անդրադարձել է Արցախի տարածքում հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների եւ այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին։ Այդ ժառանգությունը միայն հայ ժողովրդի սեփականությունը չէ, այն քրիստոնեական քաղաքակրթության, տարածաշրջանի պատմական հիշողության եւ համամարտկային մշակույթի անբաժանելի մասն է, ասված է հայտարարության մեջ։ Իրանի համար Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ներկայություն, այդ թվում եվրոպական կոալիցիայի անընդունելի է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կամ ներկայություն անընդունելի է։ Սա ներառում է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական կոալիցիայի կողմից որպես նախաձեռնություններ ներկայացված վերջին ծրագրերն ու հայտարարությունները։ Իրանը մերժում եւ դատապարտում է այդ ծրագրերն ու գործողությունները, դրանք համարելով անընդունելի, ասել է դիվանագետը։ Նա կոչ արել է եվրոպական երկրներին լուծել ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ, որպես Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում գտնվող ափամերձ պետության։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը 2027 թվականի ֆինանսական տարվա բյուջեում Ուկրաինայի ռազմական օգնություն տրամադրելու համար որևէ նոր միջոց չի հատկացրել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսների դեպարտամենտի պաշտոնակատար քարտուղար Ջուլս Հըրսը։ Սենատում լսումների ժամանակ մի օրենսդիր խնդրել է վերջինիս հաստատել, որ Պենտագոնի բյուջեի առաջարկի մեջ չի հիշատակվում Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին։ Այո, դա ճիշտ է։ Այս բյուջեն չի ներառում Ուկրաինայի ֆինանսավորումը, պատասխանել է վերջինս։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։ Որոշման համաձայն կողմերի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով կասեցվում է։ Բացի այդ, նախատեսվում է սկսել գործընթաց Միլի Մեջլիսի անդամակցությունը Եվրանես խորհրդարանական վեհաժողովում դադարեցնելու համար։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը վերաբերում է Եվրոպական միության կառույցների հետ հարաբերությունների վերանայման ընթացքին։ Ֆրանսիան Եվրամիությունում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղությանը խոչընդոտող հիմնական ուժերից մեկն է։ Նման տեսակետ է հայտնել Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ Ֆրանսիան Եվրամիության շրջանակներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղությանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի հիմնական շարժիչ ուժերից մեկն է, ասել է դիվանագետը։ Վերջինիս խոսքով Փարիզը քայլեր է ձեռնարկում բոլոր հնարավոր համաձայնությունները խաթարելու համար։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 2-ից 6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ից 4 աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում մայիսի 2-ից 6-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։